Նրան տապանում հյուրընկալել եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ դրել ընդունելու համար։ Իրանում, ինչպես արդեն գիտեք, երրորդյա սուգ է հայտարարվել բախումների ընթացքում արձանագրված մահերի կապակցությամբ։ Իշխանությունները ցուցարարներին համարում են ահաբեկիչներ եւ պետական լրատվամիջոցները ամեն դեպքում չեն հիշատակում բազմամարդ հավաքները, որոնց շրջանակներում մարդիկ պահանջում են իշխանափոխություն։ ԱՄՆ-ից գիտենք, որ աջակցում են ցուցարարներին։ Թրամփը հայտարարել էր միջամտության մասին, եթե կրակեն նրանց վրա, այսօր էլ հայտարարել է, որ իշխանությունները Իրանի զանգահարել են եւ պատրաստ են բանակցել։ Ես ներկայացրեցի վերջին տվյալները իրավիճակի վերաբերյալ եւ կխնդրեմ ձեր դիտարկումները, ձեր վերլուծությունը ինչ է կատարվում, իրադարձությունների զարգացման ինչպիսի սցենարներ են հնարավոր եւ դրանց հնարավոր անդրադարձը դրական կամ բացասական մեր տարածաշրջանի, մեր երկրի վրա։ Շնորհակալություն, շատ ծավալուն հարց եք տալիս, ես փորձեմ հերթով պատասխանել։ Նախ նշենք, որ տեղեկությունները ակնհայտորեն անբավարար են, այդպես ամբողջական պատկերացում կազմելու համար, առավել եւս, որ ինտերնետը արգելափակված է Իրանում եւ շատ բարդ է ընդհանրապես տեղեկություն հանել Իրանից, հասկանալ թե կոնկրետ դաշտում ինչ է կատարվում։ Տրամպի հայտարարությունը այն մասին, որ Իրանից զանգահարել են եւ պատրաստ են բանակցությունների, հետևեց նրան, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հայտարարեցին, որ երեքշաբթի օրը որոշում է կայացվելու այդ ինչ անել Իրանի հետ կապված հարցում, իսկ մինչ այդ գիտենք, որ նախորդին Գերմանիայից ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռել է դեպի Մերձավոր Արևելք եւ ենթադրվում է, որ նա թռել է այնտեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործողություն իրականացվի Իրանի նկատմամբ։ Այն, որ Իրանի իշխանությունները զանգահարել են եւ պատրաստ են բանակցությունների, ենթադրում է, որ այնուամենայնիվ Իրանում հասկանում են, Իրանի ներկա իշխանությունները հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից եւ միջազգային ազդեցության դեպքում իշխանությունը պահելու հնարավորությունները շատ քիչ կլինեն, բայց թե ինչ кейսով են նրանք գնալու բանակցությունների, սա շատ լուրջ հարց է։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ նրանք պատրաստ են բանակցությունների իշխանությունը փոխանցելու։ Ամենայն հավանականությամբ նրանք փորձում են բանակցել եւ ինչ որ համաձայնությունների գալ պահելու համար իրենց իշխանությունը Իրանում։ Թե ինչպես դրան կվերաբերի Միացյալ Նահանգները, նույնպես հնարավոր չէ կանխագուշակել։ Բայց ակնհայտ է, որ Իրանի ժողովուրդը բավական բացասական է վերաբերվելու նման հեռանկարին, առայն որ գուցե ինչ-որ համաձայնություն լինի եւ Իրանի կրոնական իշխանությունը շարունակի իշխել Իրանում։ Մյուս կողմից պետք է նկատենք, որ եթե չլինի միջազգային միջամտություն, ամենայն հավանականությամբ Իրանի իշխանությունները չեն հանձնվի։ Խոսում են արդեն 500-ից ավելի զոհերի մասին, խոսում են այն մասին, որ տասնյակ հազարավոր ձերբակալվածներ կան, ինչը ցույց է տալիս, որ Իրանի իշխանությունները մինչև վերջ պատրաստ են, մինչև վերջին կաթիլարյունը, ինչպես ասում են, պայքարել իրենց իշխանությունը պահելու համար, անկախ նրանից, որ միլիոնավոր մարդիկ ըստ ամենայնի փողոցներում են ամեն օր։ Եվ եկեք հիշենք նաև, որ Իրանի վերջին շահի որդին հայտարարեց, որ պատրաստվում է ժամանել Իրան եւ գլխավորել այդ ակցիաները, որի գլխավոր նպատակը ըստ նրա եւ ըստ նրա կողմնակիցների այն է, որ Իրանը վերադառնա աշխարհիկ կառավարման եւ կրոնական կառավարումը վերանա Իրանում։ Եթե դա տեղի ունենա, գալով ձեր հարցի վերջին մասին, եթե դա տեղի ունենա, դա կփոխի տարածաշրջանում ընդհանրապես իրավիճակը։ Տեսեք, այս պահին տարածաշրջանում այսպիսի իրավիճակ է։ Գոյություն ունի Ադրբեջան, որը արևելքի եւ արևմուտքը կապելու գլխավոր ուղղությունն է, եւ որը շրջանցում է պատժամիջոցների տակ գտնվող երկու մյուս ուղղություններ՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ եւ արևելքը եւս Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն շահագրգռված են Ադրբեջանի միջոցով աշխարհի հետ կապվելու համար։ Ադրբեջանից հետո Հայաստանը եւ Վրաստանն են հաջորդ կետերը, որոնցով կարող են անցնել պոտենցիալ ապրանքները, ծառայությունները եւ այլն, եւ կապի ապահովումը փաստացի մոնոպոլիստական հնարավորություններով տիրապետում է Ադրբեջանը։ Մյուս կողմից, եթե Իրանը փոխվում է եւ դառնում է աշխարհիկ կառավարման, եթե Իրանում աշխարհիկ այնպիսի իշխանություն է ձևավորվում, որը համագործակցում է արևմուտքի հետ, որը Միացյալ Նահանգներ, Չինաստան գլոբալ հակամարտության մեջ եւ ընդ որում երբ ասում եք Չինաստան, պետք է հաշվի առնենք նրա սատելիտներից նաեւ Ռուսաստան այդ կողմում, այն Իրանը, որը այդ հակամարտության մեջ կլինի արևմուտքի կողմնակիցը, դա կնշանակի, որ Ադրբեջանը կորցնում է իր մենաշխանական դիրքերը։ Դա կնշանակի նաեւ, որ այլևս Ադրբեջանը այդ
այնքան կարևոր չէ արևմուտքի համար, ինչքան կարևոր է այս պահին։ Նույն կերպ եւ արևելքի համար, Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի եւ մյուս երկրների համար այլևս այդ աստիճանի Ադրբեջանը կարևոր չի լինի, ինչպես այս պահին։ Ինչը կնշանակի նաեւ որպես երրորդ հետևանք, որ Հայաստանի համար հնարավորություն են բացվում աշխարհի հետ հարաբերվելու նաեւ շրջանցելով Վրաստանը եւ նաեւ Թուրքիան այս պահին։ Վրաստանի շրջանցելը կարևոր է հաշվի առնելով վերջին զարգացումները առայն, որ Վրաստանը կարծես թե երես է թեքում արևմուտքից եւ փորձում է Ռուսաստանի հետ որոշակիորեն դիրքավորվել աշխարհակաղակական խաղում։ Թուրքիայի ուղղությունը գիտենք թե մեզ համար ինչքան խնդրահարույց է այս պահին դեռևս երբ մենք խոսում ենք փակ է սահմանը եւ Իրանը շատ կարեւոր կարող է լինել ոչ միայն այն առումով, որ Հայաստանը կստանա փաստացի ենթակառուցվածքային կապվածություն արևմուտքի հետ Իրանի միջոցով, այլ նաեւ Հայաստանը կկարողանա ունենալ այլընտրանք Թուրքիային։ Իհարկե ամենակարճ, ամենաձեռնտու, ամենահարմար ճանապարհը Հայաստանի համար արևմուտքի հետ կապելու դա Թուրքիան է։ Այսպես թե այնպես եթե նայում եք քարտեզին դա ակնհայտ է, բայց այլընտրանք ունենալը շատ կարեւոր է եւ դա կարող է որոշակիորեն նաև ազդել Թուրքիայի վարքագծին Հայաստանի հետ կապված հարցերում, որովհետև մեկ բան է, երբ Հայաստանը Թուրքիայի հետ փորձում է հարաբերությունները կարգավորել չունենալով այլընտրանք, փաստացի արևմուտքի հետ հարաբերվելու, մեկ այլ բան է, երբ Հայաստանը ունի այլընտրանք, ընդ որում այնպիսի այլընտրանք, որը ակնհայտորեն Թուրքիայի հետ հարաբերականորեն համապատասխան պետություն է եւ որը ակնհայտորեն խաղալու է մեր նշած զարգացման հնարավորության դեպքում խաղալու է արևմուտքի դաշտում։ Եվ այստեղ եւս Հայաստանը որոշակի հնարավորություններ ունի բարձրացնելու իր սուբյեկտանությունը իր արժեքը տարածաշրջանային համագործակցության համար, այդ թվում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Իրանում հանրային տրամադրությունները կարելի է ասել, որ շատ կոշտ են եւ արմատական, այսինքն բանակցություններ, եթե պատկերացնենք, որ տեղի ունենան եւ Իրանի իշխանությունները որոշ են բանակցել համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ իրենց իշխանությունը ինչ որ պայմաններում շարունակելու համար, այստեղ հանրային տրամադրությունները ինչ դեր կարող են ունենալ, արդյոք մարդիկ կհաշտվեն կցրվեն, այսպես ասած, կգնան տներով։ Ակնհայտորեն անբավարար են նման գնահատական տալու համար, մենք չգիտենք թե իրականում ինչ է կատարվում Իրանում, այն կադրերը, որ գալիս են այն տեղեկությունները, որոնք հրապարակվում են, իմ գնահատմամբ ընդհանրապես մակերեսն են, մենք խորքային առումով չգիտենք ինչ է կատարվում։ Մյուս կողմից պետք է նկատել, որ որպես այդպիսին առաջնորդ հենց Իրանի ներսում չկա, համենայն դեպս դրա մասին տեղեկություններ չկան, միակ առաջնորդը մենք նշեցինք Շահի որդին է, որը կարծես թե տրամադրված է արևմուտքի հետ համագործակցել եւ եթե արևմուտքը համաձայնության գա Իրանի իշխանությունների հետ, հավանաբար Շահի որդին դեմ չի գնա արևմուտքի համաձայնություններին, ինչը նշանակում է, որ Իրանի ժողովուրդը, եթե Իրանի ժողովուրդը տրամադրված է արմատականորեն, կկորցնի իր գլխավոր այսպես ասենք աջակցողին արևմուտքից եւ այստեղ կարող է լինել ցանկացած սցենար, կարող է Իրանի ժողովուրդը գնալ շարունակել այդ ակցիաները, գուցե ինչ-որ բանի չհասնի կամ չհասնի, կարող է ընդհակառակը Իրանի ժողովուրդը դրանից հիասթափվել եւ գնալ տուն, գուցե նաեւ երրորդ սցենարը, քանի որ տեղեկությունները անբավարար են, գուցե նաեւ Իրանի ժողովուրդը դրանով բավարարված կլինի։ Պարոն Ղևոնդյան, մինչ Թրամփը հայտարարում է Գրենլանդիայի հարցը հեշտ կամ դժվար ճանապարհով լուծելու մասին, մենք երեկվանից մեր սոցիալական հարթակները, տեղեկատվական դաշտը քննարկում է Սոլովյովի հայտարարությունը, ռուս պրոպագանդիստ, ասում է խաղը ավարտվել է, մենք բոլորին պետք է բացատրենք, որ խաղը ավարտվել է, պետք է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա եւ հատուկ գործողություններ իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության այլ տարածքներում։ Սա նեղ անձնական դիրքորոշում է, վրդովմունք է, դժգոհություն է, թե ամեն դեպքում Ռուսաստանում պաշտոնական մակարդակում համարում են, որ իրենք ունեն ռեսուրս այդպիսի գործողություններ այլ տարածքներում եւս սկսելու համար։ Այստեղ մի քանի շերտ կա, եկեք հերթով փորձենք անցնել ամեն մեկի Նախ նշեմ, որ այս հայտարարությունը ցույց է տալիս Ռուսաստանում գերակայող մտայնություն, որը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ռուսաստանում դեռևս բավական բարձր մակարդակում կարծում են, թե իրենք ունեն ազդեցության գոտիներ, եւ այդ ազդեցության գոտիները իրենց պատկերացմամբ նախկին Խորհրդային Միության երկրներն են։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցության գոտիները, ընդ որում կորցրել է 2022 թվականի փետրվարի 24-ին, անմիջապես, երբ ինքը խախտեց միջազգային իրավունքը եւ ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի
երկրների նկատմամբ եւ դրանից հետո բոլոր մյուս հատվածները փորձում են իրենք ինքնիշխան կերպով իրենց իշխանությունները իրականացնել իրենց երկրներում։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, դա վերաբերում է եւ Ադրբեջանին, եւ Միջինասիական Հանրապետություններին, եւ Վրաստանին, որը թեև որոշակի ռևերանսներ, ինչպես ասացինք, անում է դեպի Ռուսաստան, բայց ինքը եւս փորձում է հասկանալ, հավասարակշռել եւ հասկանալի շահը որտեղ է Վրաստանը։ Բացի Բելարուսից, հավանաբար մնացած բոլոր հատվածներում Ռուսաստանը ընդհանրապես ազդեցություն չունի որպես պետություն, որը կարող է որոշումներ կայացնել։ Իհարկե Ռուսաստանը գոյություն ունի Հայաստանում որպես մի երկիր արտաքին դաշտից, որը ունի որոշակի հնարավորություններ եւ այդ հնարավորությունները մրցակցում է Չինաստանի հետ, Իրանի հետ, արաբական երկրների հետ, նույն Միացյալ Նահանգների հետ, եվրոպական երկրների հետ եւ այլն։ Բայց այն ինչ գոյություն ուներ մինչ 2022 թվականի փետրվարի 24-ը արմատականորեն այլ բան էր։ Այդ ժամանակ Ռուսաստանը ուներ վճռական ձայնի իրավունք։ Նույն իմ նշած երկրները, իմ նշած կենտրոնները կարող էին ինչ-որ բան ցանկանալ անել, բայց եթե Ռուսաստանը դեմ էր, դա չէր իրականացվի։ Հիմնականում, իհարկե, որոշ բացառություններով։ Այսօր Ռուսաստանը այդպիսի հնարավորություն չունի, որովհետև կորցրել է այդ հնարավորությունը, ինչպես ես ասացի։ Սա շերտերից մեկն է։ Մեկ այլ շերտ այն է, որ սա նորություն չէ։ Ռուսաստանի ներկա իշխանությունների եւ նրանց սպասարկող հատկապես մեդիա տարածքի ներկայացուցիչները ակնհայտորեն համահարանքով են վերաբերվում հետխորհրդային երկրներին եւ ինչպես նրանք նշում էին թե 3 օրվա մեջ մենք Կիևը կվերցնենք, ունքը կբարձրացնենք կամ սրա նման ինչ-որ մի բան, այսօր իրենք պատկերացնում են, որ նույն իրավիճակում են, նույն կարգավիճակում են եւ նույնը կարող են անել այլ ուղղություններով։ Սա եւս բնականաբար ընդհանրապես չի համապատասխանում իրողություններին, հաշվի առնելով որ Ռուսաստանը այս դեպքում ռեսուրսային անբավարարություն ունի, եթե Ռուսաստանը մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը Հայաստանի, Ղրղստանի կամ նմանատիպ այլ երկրների Մոլդովայի, Վրաստանի նկատմամբ մոտավորապես հարաբերականորեն այդքան ռեսուրս ունեցող երկրների նկատմամբ կարող էր իրականում իրականացնել գործողություն եւ բավական բարձր հավանականությամբ հաջողության կհասներ, այսօր նրա հնարավորությունները այդքան չեն, հաշվի առնելով ամեն ինչ, եւ միջազգային իրավիճակը, եւ փաստացի ֆիզիկապես ռեսուրսների բացակայությունը եւ հոգեբանական խնդիրները Ռուսաստանի հասարակությունում, որոնք առաջացել են երեկօրյա իրենց պատկերացնող պատերազմը 4 տարի եւ ընդ որում ես նշեմ, որ այսօր արդեն պատերազմը գերազանցել է հայրենական մեծ պատերազմի օրերի քանակը, այսօր արդեն 1 օր ավելի է պատերազմում Ռուսաստանը, քան պատերազմել է Խորհրդային Միությունը իրենց հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Եվ սրանից էլ հոգեբանական շատ մեծ ընկճվածություն կա իրենց ժողովրդի մոտ Ռուսաստանում մարդկանց մոտ եւ Ռուսաստանը այդ ռեսուրսները չունի։ Շերտերից եւս մեկն այն է, որ կարծես թե ես ճիշտ ասած այստեղ զարմանքով եմ ասում, կարծես թե Հայաստանում կան մարդիկ, ովքեր սպասում են, թե Սոլովյովի այս հայտարարությունը պետք է ինչ-որ բան առաջացնի Հայաստանի ներսում գոյություն ունեցող ռուսամետ արմատական ընդդիմադիրների մոտ։ Ինչ-որ բան ասելով ես նկատի ունեմ բացասական ինչ-որ վերաբերմունք։ Ընդհակառակը այդ մարդկանց մոտ դա դրական վերաբերմունք է առաջացնում, որովհետև այդ մարդիկ քնում ու զարթնում են հույս ունենալով, որ Ռուսաստանը ինչ-որ ուժային բան է իրականացնելու Հայաստանի նկատմամբ եւ իրենք կարողանալու են այդպես գուբերնատորի կամ Հայաստանի ինչ-որ նշանակովի ղեկավարի կարգավիճակով Հայաստանում իշխանություն ունենալ։ Եվ այդ մարդիկ, ինչպես ես ասացի, ամեն օր սպասում են, որ Ռուսաստանը կարող է նման գործողություն իրականացնել։ Ով ասաց, որ նրանք պետք է ինչ-որ զղջում ունենան, ժամանակին երրորդ նախագահ Սոլովյովին պարգևատրել է, ասում են, որ արդյոք երրորդ նախագահ չի զղջում, ինչու պետք է երրորդ նախագահը զղջա։ Չէ որ նա պարգևատրել է հենց դրա համար, որովհետև ցանկանում էր, որ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանում ինչքան հնարավոր է ավելի շատ լինի եւ դրա համար էլ դրա ուղղությամբ էլ աշխատողին նա պարգևատրում էր։ Այստեղ ճիշտ ասած ես մի փոքր չեմ հասկանում իմ գործընկերներին, այն մարդկանց, ովքեր հաղթական տոնով փորձում են ռուսամետներին մեղադրել կամ ասել, որ տեսակ, որ մենք ճիշտ ենք ասում, դուք սխալ եք ասում։ Ով ասաց, որ նրանք սխալ էին ասում, նրանք սխալ չէին ասում, նրանք ասում էին, շարունակում են ասել եւ շարունակելու են ասել, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի մաս, եթե ոչ իրավաբանորեն, ապա գոնե տրամաբանության մեջ Հայաստանը պետք է ինչպես Բելոռուսը, Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ազդեցության գոտի, Ռուսաստանից կառավարվի, Մոսկվան պետք է որոշի, թե Հայաստանում ինչ է լինելու։ Ես մեկ ներկայացուցիչի օրինակ բերեմ, նույնիսկ անունը կտամ, մենք ունեինք Նորավանք հիմնադրամ, ցավոք սրտի այնտեղ բավական լավ աշխատանքներ եւս իրականացվել են, բայց այդ հիմնադրամի ղեկավարը մեկ անգամ հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը մեկ անգամ հայտարարում էր, թե լավ կլիներ, որպեսզի Հայաստանը Բելոռուսի նման ինչ-որ մի բան դառնար, որպեսզի
Ռուսաստանը կառավարեր, որ մենք այստեղ կարողանայինք ինչ ցանկանում ենք անել։ Նման կերպ մտածող մարդկանցից սпасել, որ նրանք պետք է զղջան, որ Սոլովյովը ասել է, թե Հայաստանում պետք է իրականացնել ռազմական գործողություն, ես կարծում եմ դա ավելի զարմանալի է, քան այն, որ Սոլովյովը դա ասել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Ղևոնդյան, մինչև հարցազրույցը դուք ասացիք, որ նկրտումների բավարարման առումով ԱՄՆ-ն կարողանում է իրականացնում է եւ Ռուսաստանի տարբերությունը դա է, որ Ռուսաստանում չեն կարողանում, այսինքն բավարար ռեսուրս չունեն, բայց արդյոք հնարավորություններ ունենալը արդարացնում է այն միջոցները, որոնցով Թրամփը լուծեց Վենեսուելայի հարցը, փորձում է լուծել Գրենլանդիայի հարցը։ Ձեր հարցի մեջ գլխավոր հակահարցը հետեւյալն է, արդարացվում է ում կողմից։ Տեսեք, չկա որևէ, չգիտեմ, ինստիտուտ, չկա որևէ տրամաբանություն, որի միջոցով մենք պետք է արդարացնենք կողմերից որևէ մեկի կողմից կատարված որևէ գործողություն այսօրվա աշխարհում։ Եթե մինչև 2022 թվականի փետրվար, եթե նույնիսկ մի փոքր, եթե մեզ էլ այդ աշխարհակահաղական անցումային փուլին վերագրենք, նույնիսկ մինչև 2020 թվականը, մինչև 44 օրյա պատերազմը, կար միջազգային իրավունք հասկացություն, կար գլխավոր խաղացողների միջև համաձայնություն գործելու նորմերի մասին, կար
այսպես ասենք, էլի, եթե մարդիկ միմյանց միջև ինչ-որ խաղ են խաղում եւ համաձայնեցրել են պայմաններ, քանի դեռ այդ պայմանները պահպանվում են, այդ պայմանները գործում են։ Հենց որ որևէ կողմ կամ մի քանիսը սկսում են այդ պայմանները չպահպանել եւ մյուսները չեն կարող ստիպել այս կողմին, որ այդ պայմանները պահպանի, դրանք այլևս չեն գործում։ Այսինքն մենք գտնվում ենք այնպիսի աշխարհում, այնպիսի իրավիճակում, որի դեպքում միջազգային իրավունք ասվածը չի գործում։ Հին միջազգային իրավունք ասվածը, ինչու հին, որովհետեւ դեռևս չկա այն միջազգային իրավունքը, որը գործելու է այն ժամանակ, երբ գլխավոր խաղացողները նորից կպայմանավորվեն միմյանց միջև։ Իսկ ինչից ելնելով են գլխավոր խաղացողները միմյանց միջև պայմանավորվում։ Իրենց հնարավորություններից ելնելով։ Եվ այստեղ ենք մենք գալիս հանգում հետևյալ եզրակացության։ Միացյալ Նահանգները ցանկանում է իրականացնել ուժային գործողություն Վենեսուելայում, Միացյալ Նահանգները դա իրականացնում է 3 ժամում։ Ռուսաստանը ցանկանում է իրականացնել ուժային գործողություն Ուկրաինայում, Ռուսաստանը տանջվում է Ուկրաինայում 4 տարի եւ հայրենական պատերազմից 1 օր էլ ավելի, բայց չի կարողանում դա անել։ Այսինքն, եթե մենք գնահատում ենք հնարավորությունները, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները հնարավորություն ունի, Ռուսաստանը այդ հնարավորությունը չունի։ Այլ մի փոքր այլ տրամաբանության մեջ է այն հարցը, թե նոր աշխարհակարգը, որը պիտի ձևավորվի եւ որտեղ ակնհայտորեն երկու գլխավոր բևեռներ լինելու են Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, ընդ որում Միացյալ Նահանգները փորձում է լինել հեգեմոն, թույլ տալով, որ Չինաստանը եւս լինի գլխավոր բևեռներից մեկը, բայց այնուամենայնիվ ոչ հեգեմոն երկիր, հեգեմոնը լինի Միացյալ Նահանգները, բայց միաժամանակ այդ նոր աշխարհակարգում ըստ ամենայնի լինելու են նաև այլ բևեռներ, որոնք ունենալու են ավելի քիչ ազդեցության հնարավորություններ, ենթարկվելով այս երկու հիմնական բևեռներին։ Դրանցից մեկը լինելու է Ռուսաստանը, մեկը լինելու է Բրազիլիան, հավանաբար, Հարավային Աֆրիկան է նման հավակնություններ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը նման հավակնություններ ցուցաբերում, Հնդկաստանը լինելու է նման բևեռներից մեկը։ Այսինքն մենք ունենալու ենք մի աշխարհ, որտեղ գոնե Միացյալ Նահանգներում ցանկանում է որ այդպես լինի, լինելու է մեկ հեգեմոն պետություն, դա Միացյալ Նահանգներն է, մեկ բևեռ, որը ունենալու է կիսանկախ կարգավիճակ հեգեմոն պետությունից, որը կարողանալու է շատ հարցերում ազատ լինել, ինքնիշխան լինել, բացի այն ամենագլխավոր հարցերից, որոնք հեգեմոնի շահերի տարածքում են, դա Չինաստանն է եւ մի քանի ավելի փոքր բևեռներ, որոնք այսպես թե այնպես, այսքան թե այնքան որոշակի ազատություն ունենալու են, բայց գլխավոր հարցերում ենթակա լինելու երկու բևեռների ազդեցության։ Բնականon եւ սովորական են դառնում պարոն Ղևոնդյան ադրբեջանական բեռների փոխադրումները Հայաստան։ Ես հիմա դրանք անդրադառնամ, բայց մինչ այդ մի այսպեսի ամփոփում նախորդ իմ ներկայացրածը եւ հենց այն ժամանակ, երբ այդ պատկերը կձևավորվի, գուցե պատկերը ամբողջապես այդպեսին չլինի, բայց նման մի բան կձևավորվի, հենց այդ ժամանակ արդեն երբ այդ գլխավոր երկու խաղացողները հետո մյուսները եւս ընդունելով այդ խաղի կանոնները կպայմանավորվեն նոր պայմանների մասին եւ կորոշեն պահպանել այդ պայմանները, նոր մենք կունենանք միջազգային իրավունք, որը կգործի այդ ժամանակ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումներին, այո, կարծես թե Ադրբեջանը հակված է նրան, որ գործընթացները շարունակություն ստանան եւ Հայաստանը քիչ-քիչ դուրս գա շրջափակումից։ Թե դա ինչու է քիչ-քիչ լինում ակնհայտ է, որովհետեւ Ադրբեջանը իր շահերը ունի եւ փորձում է դրանից եւս որոշակի օգուտներ քաղել։ Այդ օգուտները կարող են Հայաստանից չլինել, կարող են լինել միջազգային հանրությունից։ Օրինակ Ադրբեջանը կարող է ցանկանալ ավելի մեծ ներդրումներ Միացյալ Նահանգներից նրա դիմաց, որ Հայաստանին ապրանքներ են մատակարարում կամ թույլ է տալիս տարանցիկ փոխադրումներ իրականացնել։ Մյուս կողմից Հայաստանը եւս ունի շահերը եւ Հայաստանը եւս պետք է ակտիվություն դրսեւորի։ Մենք գիտենք, որ բանակցություններ են գնում Հայաստանից որոշակի ապրանքներ արտահանելու վերաբերյալ, արդեն ցանկ կա, թե ինչ ապրանքներ, ալյումինի փայլատիթև եւ այլն, այդ ցանկը հրապարակված է եւ այստեղ Հայաստանը եւս պետք է ակտիվորեն աշխատի, բայց կա մեկ բան, որտեղ Հայաստանը պետք է շատ ավելի ակտիվ լինի, դա ուղիղ մատակարարումներն են, որոնք դեռևս Ադրբեջանը չի իրականացնում, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև Թուրքիայի կողմից, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը եւ ուղիղ մատակարարումներին։ Իմ գնահատմամբ երկու հարցի լուծումն Բաքվում է, որովհետեւ Թուրքիան կարծես թե բացի այն, որ Բաքուն դեմ չլինի, այլ որևէ պայման չունի, որ Բաքուն կողմ լինի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանը, եւ այստեղ անհրաժեշտ է Հայաստանի դիվանագիտական ճկունությունը, անհրաժեշտ է Հայաստանի անմնացորդ աշխատանքը, որպեսզի Ադրբեջանը չկարողանա նշված զարգացումը ներկայացնել որպես վերջնարդյունք, այլ Հայաստանը փորձի ներկայացնել, որ վերջնարդյունք կարող է լինել ուղիղ մատակարարումների եւ սահմանների բացումը միայն,
ոչ թե Վրաստանի տարածքով ապրանքներ Հայաստան ներմուծել։ Ամփոփելով, պարոն Ղևոնդյան, ասում են այդ դիվանագիտական ճկուն աշխատանքի եւ օրնիբուն աշխատանքի փոխարեն Հայաստանի իշխանությունները զբաղված են այսպես ճակերտներում թիթեռնիկ նկարելով, քանի որ նրանց գլխավոր օրակարգը շարունակում է մնալ եկեղեցու բարենորոգման այդ ծրագիրը, որին ինչպես տեսնում ենք, օրեցօր մեծ թվով ավելանում է ամեն դեպքում միացող քահանաների թիվը։ Հիմա այս խնդիրների ֆոնին, երբ Իրանում իրավիճակն այդպիսին է, արդյոք ճիշտ է, որ իշխանությունը շարունակում է այդ օրակարգը արդիական պահել։ Կա երկու կարևոր պայման, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի իշխանությունների հնարավորությունների վրա օրնիբուն աշխատել եւ դիվանագիտական ճկունություն ցուցաբերել։ Այդ երկու պայմաններն են. առաջին իշխանությունները պետք է կարողանան շարունակել իշխել, խոսքը վերաբերում է ընտրություններին, եւ երկրորդ իշխանությունները պետք է կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել։ Առաջին դեպքում բնականաբար նախընտրական ժամանակաշրջանում իշխանությունների ուշադրության մի շատ մեծ հատված սևեռվելու է կոնկրետ ընտրությունների ընտրական գործընթացներին եւ դա բնական է այդպես է ամբողջ աշխարհում։ Երկրորդ դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան վերացնել բոլոր այն սպառնալիքները Հայաստանի ինքնիշխանությանը, որոնք որ գոյություն ունեն։ Ձեր նշած եկեղեցու խնդիրը ակնհայտորեն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, որովհետեւ արդեն հրապարակվել են տվյալներ, որ եկեղեցու ղեկավարի կաթողիկոսի եղբայրը ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության հիմա էլ շարունակում է աշխատել այլ հատուկ ծառայությունների համար, դա ակնհայտ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ վարչապետի խոսքերից ելնելով կաթողիկոսը եւս որոշակի առումով համագործակցում է այլ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծել։ Եթե այս հարցերը լուծված չլինեն, Հայաստանի իշխանությունները որևէ դեպքում նույնիսկ ընտրությունից հետո հաղթելու դեպքում չեն կարող իմ նշած դիվանագիտական ճկունությունը ցուցաբերել եւ օրնիբուն աշխատել այն մյուս ուղղությամբ։ Այնպես որ ես կարծում եմ, սա հրատապ հարց է, որը ընկած է մեր նշած խնդիրների հիմքում։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։